Երևանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում։ Ազատության հարցմանն ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փոխանցեցին. «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին»։ Երեկոյան կողմ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, նշելով, թե դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին ցուցում տալ, թե ում հետ և ինչպես պետք է կապեր պահպանել։ Ռուսաստանյան ընկերությունների հետ հարաբերությունների դադարեցման կոչերը իչիք են դարձնում ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարությունները Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին, մասնավորապես ասված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նախորդ օրերի ընթացքում նոր ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նավթային, ռազմաարդյունաբերության և պետական կապիտալ ունեցող ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերություններից, որոնք ներգրավված են Հայաստանում, Գազպրոմ բանկն ու ՎՏԲ-ն են։ Այդ երկու բանկերին են ամբողջովին պատկանում համապատասխանաբար Առեքսիմ բանկը և ՎՏԲ Հայաստան բանկը։ Առեքսիմ բանկից և ՎՏԲ Հայաստան բանկից այսօր չցանկացան արձագանքել ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, երեկ Ազատությանը փոխանցել էին, որ պատժամիջոցները չեն ազդի իրենց հաճախորդների վրա։ Պատժամիջոցների ներքո է ընկել նաև Ռոսնեֆթ ընկերությունը։ Հայաստանի իշխանությունները տարվա սկզբին հայտարարեցին, թե այդ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել $400 միլիոն ներդնել Նաիրիտը վերակենդանացնելու համար։ Կես տարի է անցել, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրեցինք, հաշվի առնելով նաև ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, հնարավոր է Նաիրիտի գործարքը չկայանա։ Նախարարը չցանկացավ խոսել։ Ինչ կարող եք ասել։ Ոչ մի հարցի չեմ պատասխանում։ ԱՄՆ դեսպանատան հայտարարության, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին չցանկացան խոսել նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Պաշտպանության նախարարությունից նույնպես անարձագանք թողեցին Ազատության հարցումն այն մասին, թե արդյոք սառեցվելու է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի այն ձեռնարկությունների հետ համագործակցությունը, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։ Հայաստանի գործարար աշխարհը պետք է ի գիտություն ընդունի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, լրագրողներին այսօր ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Բայց դեսպանատան հայտարարության մեջ նշված կազմակերպություններից մի մասը Հայաստանում մենաշնորհային դիրք ունեն էներգետիկայի ոլորտում, տրանսպորտի ոլորտում և մենք ուզենք թե չուզենք պետք է աշխատենք և ամերիկյան կառավարությունը պետք է մտածի այդ հայտարարությունը ուզում է տեղայնացնել Հայաստանում, ինչ լուծումներ է տալիս Հայաստանը։ Տնտեսագետ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով իրականում Առեքսիմ բանկն ու ՎՏԲ Հայաստան բանկը նույնպես ընկնում են պատժամիջոցների ներքո, քանի որ այդ երկու բանկերը հանդիսանալով Գազպրոմ բանկի ու ՎՏԲ-ի սեփականությունը փաստորեն պատկանում են ռուսական պետական կապիտալին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նաեւ Եվրոպական միության պահանջները, որը նաեւ Եվրոմիության այսօր հաստատվեց նաեւ Եվրոխորհրդի կողմից, պահանջները շատ հստակ են եւ նրանք ուղղված են հիմնականում հենց ֆինանսական եւ ֆինանսական բլոկին եւ նավթագազային համակարգի ձեռնարկություններին, բայց հիմնականում այն ձեռնարկությունները, որոնք պետական մասնակցություն ունեն 50%-ից ավել։ Ձեր նշած երկու բանկերն այդպիսին են